Հարգելի գործընկերներ, այսօր երբ հայտարարվեց, որ հեծի ազգայնացման գործընթացով պիտի առաջ շարժվենք, ճիշտն ասած, մտքումս հետևյալ միտքը հայտնվեց, կարող է մեր ընդդիմադիր գործընկերները օրինակ ասեն, որ հեծը ազգային արժեք է եւ թուրք-ադրբեջանական տանդեմի դրդմամբ է իշխանությունը պատրաստվում պղծել այս ազգային արժեքը, բայց մտքումս դա որպես աբսուրդ էր հնչում, բայց երբ որ դա մտածեցի, դրանից 3 րոպե հետո մոտարապես կարդացի Հայաստանի ժուրնալիստների միության նախագահ, իդեպ ժուրնալիստների միությունը եւս մեկ սրբություն է, նախագահ Սաթիկ Սերյանյանի մի գրառում գրել է ինչ վերաբերում է հեծին, տարիներ շարունակ այդ կենտրոնները, այդ թվում եւ թուրքական եւ արևմտյան կոնկրետ աշխատում են դրա դեմ, այն պահից, երբ այն ձեռք բերեց Սամվել Կարապետյանը հայ գործարարը։ Ուստեղ, պարոն Մինասյան, որ դուք ասում եք մենք պետք է միավորվենք ազգային արժեքների շուրջ, ախր խնդիրը հետեւյալն է, մեր համար ազգային արժեքները իրական են, դա մեր պետականությունն է, մեր լեզուն է, մեր ազգային առանձնահատկություններն են, մեր ազգային շահերն են եւ այսպես շարունակ։ Ձեր համար, ձեր նկատի անձամբ ձեր քաղաքական հոսանքի համար ազգային արժեքը ձեր թիմակիցների գողոնն է, ձեր թիմակիցների զավթած կառույցներն են ու ամեն ինչ որ դուք անում եք, անունը դնում եք ազգային արժեք ու մի հատ մարդ հարցա բարձրացնում, լավ, այս կառույցում ամեն ինչ նորմալ, ասում եք բան, ձեռքները հեռու մեր սրբություններից։ Ո՞րն է ազգային արժեք, հարցնում եմ, հիմա եթե հայ առաքելական եկեղեցին անառարկելիորեն ազգային արժեք է։ Մեր համար նորմալ է, որ մեր ազգային արժեքի գլուխը ըստ այդ ազգային արժեքի կանոնադրությամբ պիտի լինի կուսակրոն, բայց ինքը կուսակրոն չի։ Սա նորմալ է։ Այսինքն ինչի շուրջ պետք է մենք միավորվենք, որ ազգային նիվարկյան, կեղծիքը հայկական ազգային արժեք է, ոչ, կեղծիքը հայկական ազգային արժեք չի։ Մենք չենք կարող միավորվել կեղծիքի շուրջ։ Նույն տրամաբանությամբ, հարգելի գործընկերներ, եթե հեծում կա պրոբլեմ, ընդ որում ոնց որ թե անլուծելի պրոբլեմ, ուրեմն պետությունը կլուծի այդ պրոբլեմը, ինչքան էլ տարբեր ժուրնալիստների միություններ զավթած անձինք սա չանվանեն թուրք-ադրբեջանական տանդեմի եսիմինչ։ Հերիք է։ Հեսա կարող է վաղը ընդհանրապես Ադրբեջանի էլեկտրոցանցերի ղեկավարն էլ մի բան ասի, ձեզ մի պաստա, ասեք ըհը։ Հաջորդը մի հարց էլ տամ, էլի, ասում եք ազգային արժեքներ։ Հստակ հարց ունեմ եւ ակնկալում եմ պատասխան ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչների կողմից։ Տեսեք, նկարագրում եմ իրավիճակ, երկու իրավիճակ։ Իրավիճակ 1. Հայ առաքելական եկեղեցու սրբազաններից մեկը, Վազգեն սրբազանը, մոտ 1 ամիս թե 2 ամիս առաջ հայտարարություն է անում։ Բացարձակ կարևոր չի հայտարարության բովանդակությունը։ Ինչ որ հայտարարություն է անում։ Դրանից հետո մայրաթորը պաշտոնապես հայտարարությամբ է հանդես գալիս եւ ասում է, որ Վազգեն սրբազանի ասածները մենք չենք կիսում, դա իր ասածն է, դա մեր պաշտոնական դիրքորոշումը չի։ Իրավիճակ համար 2. Մեկ այլ սրբազան, Միքայել arczepiskopos Աջապահյանը հայտարարում է, որ պատերազմի ժամանակ, 44-օրյա պատերազմի ժամանակ, ինքը Ռոբերտ Քոչարյանին ասել է. լավ, այսքան տարի բան դու կարող Սերժ Սարգսյանին էլ ասել, լավ չեմ հիշում։ Այսքան տարի դու նախագահ ես եղել, մի երկու հատ քեզ բան հավատարիմ գեներալ չունես ռազմական հեղաշրջում անեք։ Հետագայում պարզվեց, որ ուներ մի երկու հատ հավատարիմ գեներալ, մեկը ՀՅԴ բանա Գերագույն մարմնի չէ, մի խոսքով, ստեղի Հայաստանի, այո, Գերագույն մարմնի անդամ է ընտրվել, շնորհավորում եմ, բայց հարցը դա չի։ Սրբազանը, եթե այդպես չի ընտրվել, եթե չի ընտրվել, ներողություն, սխալ ինֆորմացիա է ուրեմն։ Հա, չէ, ուրեմն ընտրվել է, լավ, ես շարունակեմ։ Բայց ինչևէ, տեղի չի ունեցել ռազմական հեղաշրջում, բայց հարց հետևյալն է։ Դրանից հետո, այսինքն բանա, չէ, հայ առաքելական եկեղեցու գործող arczepiskopos-ը ասում է, ես կոչ եմ անում ռազմական հեղաշրջում իրականացնել։ Դրանից հետո մայրաթորը
պաշտոնական հայտարարությամբ հանդես չի գալիս, չի ասում, որ չի կիսում Միքայել arczepiskopos Աջապահյանի հայտարարությունը, եւ այսքանը։ Հիմա հարց. այսքանից կարելի է արդյոք եզրակացնել, որ հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը կիսում է Միքայել arczepiskopos Աջապահյանի կարծիքն այն, որ Հայաստանին պետք է ռազմական հեղաշրջում։ Եվ եթե այդպես է, խնդրում եմ, սիրելի պարոն Մինասյան, ձեր ելույթն ավարտեցիք նրանով, որ հայկական պետականությունն է ձեր արժեքը։ Այդ արժե համակարգի տեսանկյունից խնդրում եմ ասել, սա նորմալ է, թե նորմալ չի։ Սա նորմալ է, թե նորմալ չի։ Ստեղ կարող է այլ հարց առաջանա։ Բա լավ ժողովուրդ ջան, ձեր մոտ չի առաջանա, էլի, այլ քաղաքացիների մոտ կարող է հարց առաջանա։ Բա լավ ժողովուրդ ջան, ինչ եք ընկել այդ կուսակրոնության հետևից։ Սրանք շատ ավելի կարևոր թեմաներ են։ Այո, իհարկե սրանք շատ ավելի կարևոր թեմաներ են, բայց ուղիղ կապ կա կեղծիքի ու ռազմական հեղաշրջում ուզելու միջև, հասկանում եք, որովհետև երբ որ քո արժե համակարգը հիմնված է կեղծիքի վրա, երբ որ դու կեղծիքի վրա ես հիմնված, երբ որ դու քեզ ասում ես բան, դու ակնկալում ես, որ քեզ պետք է ասեն վեհապար, բայց դու ինքդ կուսակրոնության ուխտը խախտել ես, կամ երբ որ դու քեզ ակնկալում ես, որ մարդիկ քեզ պետք է գան ասեն Աստված օգնական սրբազան հայր, իմանալով, որ քեզ Աստծո օգնությունը պետք չի, որովհետև այն բանը, ինչի համար քեզ պետք է Աստծո օգնություն լիներ, կուսակրոն լինել ջու չես պահել, դու սկսում ես հակվել տարատեսակ բաների, օրինակ ռազմական հեղաշրջումներ ուզելու, սկսում ես հակվել նրան, որ լեգիտիմ բարձրացված հարցերը անվանես հարցակում եկեղեցու վրա եւ ազգային արժեքների դեմ։ Սկսում ես հակվել նրան, որ ինչ-որ այլ երկրներից ինչ-որ օլիգարխներ պետքա գան ու որոշեն իրանց ձևերով ինչ-որ հարցեր լուծեն։ Ու սա շարունակ։ Էսա պրոբլեմը։ Ես քավլիցի, ես կողմ եմ, եկեք միավորվենք ազգային արժեքների շուրջ։ Իմ իմացած ազգային արժեքները հետևյալն են։ Հայաստանի Հանրապետությունը սրբություն է, անառարկելի սրբություն է, սակարկման ենթակա չի, Հայաստանի անկախությունը սակարկման ենթակա չի։ Կեղծիքը ազգային արժեք չի։ Եթե օրինակ նախագահ ունի մեր երկիրը կամ վարչապետ ունի, իրանք պետք է ընտրված լինեն լեգիտիմ արդար ընտրությունների միջոցով։ Այս հարցում Նիկոլ Փաշինյանը համաձայնեք կեղծիքի չի դիմել։ Եթե մեր եկեղեցին Եթե չէ, մեր եկեղեցին մեզ համար սրբություն է, այն պետք է ղեկավարի մարդ, որը իր տրված ուխտը պահել է։ Ես չեմ կարող ես կվիրավորեմ ինքս ինձ, եթե ես պաշտպանեմ կեղծիքը, ես չեմ կարող պաշտպանել կեղծիքը։ Կեղծիքը իմ արժեքը չի։ Միանում եք, դե խնդրում եմ ուրեմն ֆրակցիայի անունից ելույթ խնդրեք եւ դատապարտեք Միքայել arczepiskopos Աջապահյանի հայտարարությունը Հայաստանում ռազմական հեղաշրջում իրականացնելու վերաբերյալ եւ պահանջեք, որ հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը հայտարարությամբ հանդես գա, դատապարտի դա, նաեւ պահանջեք, որպեսզի հայ առաքելական եկեղեցու գլուխը հանդիսացող Կտրիչ Ներսիսյանը, դուք կարող եք նրան դիմել վեհապար, հստակ պատասխանի ինքը կուսակրոնության ուխտը խախտելա, թե ոչ, թող հեքիաթներ չպատմեն, թե դա լավ հարց չի, ճիշտ հարց չի եւ այսպես շարունակ, թող ասեն այո կամ ոչ, եւ եթե ասի այո, ինքը պիտի կարգալույս լինի, այսքան շատ պարզ գործընթաց։ Շնորհակալություն։